Ողջույն, գործարար ալիքի եթերում միքս մարքեթինգն է, ես Գայանե Դաջունցն եմ։ Այսօր մեր տրամադրությունը սպորտային է, շատ հետաքրքիր հյուր ունեմ, հետաքրքիր թեմա ունեմ, բազմիցս նշել եմ, որ մարքեթինգը արդեն ներմուծվել է բոլոր ոլորտներ եւ սպորտը եւս բացառություն չի։ Սպորտի եւ մարքեթինգի խաչմերուկում ենք գտնվելու ու ունեմ հետաքրքիր հյուրընկալել եմ Mixed Fight Ֆեդերացիայի փոխնախագահ Ring Armenia ակումբի նախագահ Հրաչ Ազիզյանին, ողջույն Հրաչ։ Ողջունում եմ ձեզ։ Շատ ուրախ եմ հրավերս ընդունելու համար։ Հրաչ, նախ կխնդրեմ պատմել ակումբների մասին, քո անցած ճանապարհի մասին եւ որ պահից հասկացար, որ բացի մարզիկ լինելուց արդեն պետք է մարզիչի ձևաչափով հանդես գաս եւ փորձես սպորտային կրթություն փոխանցել նաեւ քո սաներին։ Նորից ողջունում եմ ձեզ, ողջունում եմ ձեր ծրագիրը, շնորհակալ եմ ինձ հյուր ընդունելու համար։ Իրականում այսօր ձեր ասած մարզիկը, որպես մարզիկ, երբ որ դու մարզվում ես ու գալիս է մի հատ տարիք, որ դու ընտրում ես քեզ մասնագիտություն որպես սպորտը, բնականաբար պետք է անցնես համապատասխան ճանապարհը, կրթություն, այնտեղ եւ այլն։ Երբ որ դու անցնում ես համապատասխան կրթությունը, խորանում ես այդ ամեն ինչի մեջ ու հասկանում ես, որ բացի մարզիկ լինելուց դու կարող ես նաև սենց ասած հետաքրքիր գործ անել, այն ինչը որ դու տիրապետում ես ու կարողանում ես լավ կատարել, կարող ես այդ ամեն ինչը փոխանցել նաև երեխաներին, այդտեղից արդեն քո մեջ ոնց որ դառնում են գաղափարը, որ նաև կարելի է այս ամեն ինչը փոխանցել մեր սերունդներին, ինչը որ սպորտը այդ միակ բանն է, ես միշտ ասել եմ կյանքում ու կասեմ, որ ոչ մի մասնագիտությանը չի խանգարում։ Անկախ ամեն ինչից ինչ կընտրեն վաղը մյուս օր, միևնույն է իրանք կանան սպորտով զբաղվեն ու երևի թե աշխարհում կարելի է այսպես ասել 90% ու ավել մարդիկ զբաղվում են սպորտով, ինչ որ սպորտով ու ոչ մի բանի դա չի խանգարում իրանց առօրյա աշխատանքին ու գործին։ Կարծում եմ, որ ընդհանրապես սպորտը, մարզումները, սպորտը այսինքն միայն մարզումները չի, դա դարձել է յուրաքանչյուրիս կյանքի անբաժանելի հատվածը եւ կարծում եմ ձեր ակումբի հիմքում, այդ բրենդի հիմքում հենց բացի զուտ մարզումներից շատ այլ արժեքներ են ներդրված։ Ակումբի բրենդից խոսենք, ինչպես է ձևավորվել, ինչ է դրված հիմքում բրենդի։ Նայեք, ես երկար ժամանակ ասելով մոտավորապես մի 4 տարի Ռուսաստանի Դաշնությունում զբաղվել եմ սպորտով, այնտեղ մարզումներ, մրցաշարեր եւ այլն։ Երբ որ վերադարձանք այնտեղից, այլևս չէինք վերադառնալու այնտեղ այդ մարզման նպատակով, այստեղ ճիշտ ասած մարզվում էի, հետո տենց մի օր պատահական տենց մտքից եկավ, որ կարելի է զարգացնել ակումբ, բացել ակումբ, զարգացնել Ring Armenia ակումբը մենք ունեցել ենք, ուղղակի որպես բրենդ, այսպեսին ասած, ինքը տենց ոնց որ շատ երկար ժամանակ այդ ակումբը ոչ ոք չէր զբաղվում, հայտնի չէր զբաղվում, իրան տենց բացել ենք, երբ որ մենք էինք մարզվում այդ ժամանակ, ուղղակի ոնց որ տենց ոչ ոք չէր զբաղվում այդ բրենդով, մտածում էինք ճիշտ ասած ուրիշ ակումբ դնեի, սովորաբար մարդիկ իրանց ոնց ասենք ամեն մեկը չգիտեմ Հարությունյան Fight ակումբ, sense իրանց ազգանուններով, բայց ես որոշեցի ոչ թե Ազիզյան Fight ակումբի ազգանունով, այլ այն ինչը որ մենք մարզվել ենք, այդ նույն Ring Armenia ակումբը կարելի ավելի լրջացնել ու սարքել լուրջ բրենդ, այսպես ասած, որտեղ որ մարդիկ դնելով արժեքները դնելով այն արժեքները, ինչը որ համապատասխանում է սպորտսմենին, այնտեղ կարգապահություն, ընկերակցություն, ամենակարևորը ազգասիրություն, որ իմանան ինչ են անում, որտեվ ցանկացած սպորտսմեն, երբ որ ինքը եռագույն է բարձրացնում, ինքը դրա նշանակությունը պիտի հասկանա ինքը ինչ գործ է անում։ Ու տենց այդ միտքը ոնց որ հղիացավ մեր մեջ, որ կարելի է զարգացնել այդ բրենդը եւ այլն ու շարունակական աշխատանքներ սկսեցինք այնտեղ կանոնադրություն ստեղծել ակումբի համար, պետրեգիստր գրանցել, նաև բրենդավորել հենց Ring Armenia ակումբը։ Մարզաձևը ո՞րն է ակումբի հիմնական մարզաձևը։ Հիմնական մարզաձևը Muay Thai, ինքը թայլանդական ոճ է, ինքը կոչվում է 8 վերջույթներով հարվածներ, սենց թարգմանաբար ձեռքեր, արմունկներ, ծնկներ եւ սրունքներ։ Շատ հին պատմություն ունի, մոտավորապես երևի մի 2000 տարվա պատմություն ունի Muay Thai-ը, իրականում սկզբից եղել է Muay Boran,
Muay Boran-ը դա երբ որ թելերը ձեռքերին կապած այն ժամանակ տենց եղել մենամարտերը, որից հետո մի քիչ ավելի մեղվացնելով փոխվել է Muay Thai ու ինքը հիմքը Թայլանդ է, էլի թայլանդական ոճ է, շատ աշխարհում ամենաչոր սպորտաձևերից մեկն է համարվում։ Շատ լավ, ո՞րն է ձեր հիմնական թիրախային լսարանը, ում համար է նախատեսված ակումբը, այսինքն կա տարիքային սահմանափակում, նպատակներ, օրինակ երեխան, հա, գալիս է ակումբ, պարտադիր պետք է մասնակցի մրցումներին, թե ուղղակի որպես այսպես մարզաձև կարող է հաճախել, ում համար է նախատեսված ակումբը։ Նայեք, ուրեմն տարիքային սահմանափակում չունենք մեզ մոտ, այսինքն ընդունելությունը սկսվում է մեզ մոտ 5 տարեկանից ոչ փոքր, որովհետև 5 տարեկան արդեն են որ մի քիչ գործի մեջ լինի, էլի հասկանա ինչա կատարում, դրանց փոքր արդեն մի քիչ խաղային մեթոդներ անդեղ գնում։ 5 տարեկանից սկսած ու որևիցե սահմանափակում չունենք, 18 պլյուս կլինի, 20 տարեկան, 40 տարեկան, 50 տարեկան Սերով սահմանափակված տղաներ, աղջիկներ, այտենց գենդերային խտրականություններ չենք դնում, աղջիկ, տղա, մեծ, փոքր, եթե մարդը ունի ցանկություն զբաղվելու սպորտով, ակումբը պատրաստ է այդ մարդուն ընդունել ու տալ այն ինչը որ ինքը ուզում է, այսինքն մարզիկներ կան, նաև մարդիկ կան, ովքեր որ ուղակի ուզում են սիրողական զբաղվել, տիրապետել, հարվածային ինքնապաշտպանություն, իմանալ ինչա։ Դա ինչպես նաև տղաները եւ աղջիկները Եվ ունենք մարզիկներ եւ 18-ից բարձր եւ մինչեւ 18 տարեկաններ, ովքեր որ մարզվում են հենց կոնկրետ նպատակով, այսինքն մրցաշարերին մասնակցելու, մարզիկ դառնալու, ճանաչված մարզիկ լինելու ու ակումբես հնարավորությունը տալիս է։ Այսինքն ինչի համար են գալիս հաղթելու, ինքնավստահ դառնալու, ֆիզիկական որոշակի հատկություններով օժտվելու, նպատակը յուրաքանչյուրի մոտ տարբեր է, թե հիմնականում մասսա ունենք, մարզվող մասսա ունենք, ովքեր որ ուղակի գալիս են, որ իրանք տիրապետեն ինքնապաշտպանություն, որտեղ ինքը Muay Thai-ը, սպորտաձև է կոնկրետ, ինքը տարբեր այսպես ասեմ, հա, տարբեր դիրքից մոտիկ հեռու միջին տարածությունից կռվելու համար ինքը քեզ ինքնապաշտպանության լավագույն սպորտաձևերից է, այսպես ասեմ։ Ունենք մասսա, ովքեր որ գալիս են ուղակի ինքնապաշտպանություն սովորելու, մասսա ունենք, որ շատ է սիրում Muay Thai-ը, գալիս է տեխնիկան տիրապետելու ու ունենք խումբ, ովքեր որ հիմնականում մասնակցում են մրցաշարերի, իրանք հենց ծնողները բերում են ու ասում են խոսքի մի որոշ ժամանակ հետո մենք ուզում ենք որ մեր երեխեքը նաև մրցաշարերի մասնակցեն, այսինքն դա ոնց է լինում։ Ի սկզբանե որ երեխային բերում են, ոչ մի ծնող չի մտածում, որ իմ երեխան կարա գնա մրցումների կամ մասնակցի եւ այլն։ Երբ որ գալիս է հասնում մի ժամանակ, մարզիչը հասկանում է, որ երեխան պատրաստ է մրցաշարերի, միանշանակ ծնողների հետ զրուցում, ասում ենք, մենք ունենում ենք նաև առանձին ծնողական, այսպես ասած, ժողովներ, որտեղ որ բոլոր ծնողներին, բոլոր մասնաճյուղերից ու ներկայացնում ենք տարվա ծրագիր, ինչ ունենք անելու երեխաները եւ այլն։ Ու ծնողին ներկայացնում ես, որ քո երեխան պատրաստ է օրինակ մասնակցելու Հայաստանի առաջնությանը կամ ինչ որ ակումբային առաջնության։ Ու այսպես ձևավորվում է նաև մի հատ մասսա, որտեղ որ արդեն երեխեքը մրցաշարերի մասնակից, բայց ունենք նաև երեխաներ մինչև 18 տարեկան, որ ուղակի սիրողական զբաղվում են, ունեն խնդիրներ, իրանք չեն կարող մասնակցել մրցաշարերի, բայց այդ ամեն ինչից զատ մասնակցում են ակտիվ մարզումների ու իրանց համար Muay Thai-ը դարել է ոնց որ հոբի արդեն, էլի։ Ինձ թվում է հոբի, ապրելակերպ, որովհետև ես ինքս կարող եմ փաստել, որ Muay Thai-ի Ring Armenia հաճախելը ոչ միայն ուղակի այսպես պարապմունքների գնալ է, մենք ես իմ երեխաների հետ կապված էլ ունեցել եմ նման փորձառություն, երբ որ ինչ-որ սպորտաձևի հաճախել են, ուղակի գնացել են տվյալ սպորտաձև, եկել տուն եւ վերջ, այդ 1 ժամ, ժամ ու կեսով սահմանափակվել ենք։ Իրականում Ring Armenia-ը մի քիչ ավելի այլ է, որի մասին եւ կցանկանայի հրաչնել մի փոքր պատմեր։ Այստեղ կարծես թե որոշակի համայնք է ձևավորված, որը չի սահմանափակում ուղակի մարզումներով, համայնք, որտեղ ներգրաված են եւ երեխաները, եւ մարզիչները, եւ ծնողները, եւ այդ կապը բավականին ուժեղ է, հիմքերը շատ ուժեղ են դրված։ Նայեք, եթե մարզիչ ուզում է, որ ինքը արդյունք ունենա, միանշանակ եռանկյունին պետքա պահպանվի ծնող, երեխա եւ մարզիչ։ Եռանկյունից որ մի անկյունը որ բացակայեց շփման շրջանակներում, ինքը արդյունքը միանշանակ չի կարա լավ լինի եւ ռեզուլտատը, արդյունքը ինքը բավականացնի, որովհետեւ ցանկացած պարագայում երեխան պիտի ինքը նախ սիրի
ինչ որ մի բանը, որ ինքը անի։ Եթե մի բանին ուղակի որպես աշխատանք նայեցին իրան, մի ժամ ձեր ասած ժամուկես գնաց, ինքը իր գործ արեց, վերադարձավ տուն երեխան ու վերջ, ինքը դրանով սահմանափակվեց։ Բայց երբ որ ցանկացած մարդ, ինքը սիրում է իր գործը, իր աշխատանքը, ինքը ամեն ինչ անում է դրա համար։ Ես իմ աշխատանքը շատ եմ սիրում, ի սկզբանե, այդ իսկ պատճառով այն ինչ որ մենք ենք տեսել, մեր մարզիչը, իմ մարզիչը եղել է Միսկարյան Արամը, իդեպ Որոգայթի Գարիկ, այսպես ասեմ, որ իմանան, ճիշտ է մահացել է ինքը, բայց մենք իրանից ենք սովորել ամեն ինչը, այս ընկերասիրությունն ու իրար հետ մոտիկ լինել, մեկը մեկին ցանկացած հարցով օգնություն ձեռք մեկնել, այս քաղաքից դուրս գնալ ու այս բացի մարզումները ծնողներ, երեխաներ, նոր տարվա ամանորյա հավաքույթ, տարեվերջան ամփոփում, լավագույն մարզիկներ ու այսպես, այս այն կարևոր գործոններից է, որ մարզիչը պետք է իրականացնի։ Եթե մարզիչը ուղղակի մտավ զալ ինքը իր աշխատանքը կատարելու մի ժամուկես ու թողեց վերադարձավ տուն, տեղից այդ զալից, այդ ակումբից կյանքում արդյունք մենք չենք կարող սպասել, որովհետև ոնց ինքն է մոտենում այդ են երեխաները։ Ու այսօր այդ ձեր ասած այդ ամեն ինչի արդյունքում ունենք ծնողներ, ընտանիքներ, ովքեր որ մեր Ring Armenia-ի ակումբի շրջանակներում մոտիկացել են, արդեն իրանք իրար հետ ընտանիքներով գնալ, գալ, ընկերություն, շփվել, անգամ երեխաներ կան, խոսքի ասենք գիտեմ, գնում են իրար տուն, մնում են, այսպես վիճակ լինում ու այդ ամեն ինչից ծնվում է այդ ընկերասիրություն, այդ լոյալությունը, այդ հավատարմությունը կոնկրետ համայնքի նկատմամբ, հա, ակումբի նկատմամբ արվում է հստակ քայլերով, միայն մարզումները չի, մի շարք միջոցառումներ ընթացքում, հանդիպումներ։ Դե բացի մարզումները դու պետքա կարողանաս ամեն երեխու հետ նաև անհատական քո մոտեցումներ ունենալ երեխաների հետ։ Ես ժամանակ առ ժամանակ զալում ասենք շաբաթվա մեջ 3 օր մարզում է լինում, ասենք շաբաթվա մի օրը մի քանի ինչ որ խմբի հետ, այն մյուսը մի խմբի հետ առանձին զրույցներ եմ ունենում, առանձին այտենց մի հատ հասկանանք երեխայա խնդիր կա, խնդրեմ կա կամ չգիտեմ շատ բաներ կա, երեխան կարող է օրինակ տունը ծնողի հետ ամաչի կիսվի, բայց զալու մարզիչի հետ ինքը կարա ինչ որ խնդիրների մասին խոսա, միտքը այստեղ այն չի, որ ինչ որ բան իմանալ է, էլի ինֆորմացիա իմանալ է, այստեղ միտքը այն է, որ մարզիկը իր մարզիչին վստահի ու հասկանա, որ մարզիչը իր համար այն մարդն է, որ ինքը ցանկացած հարցում կարող հանգիստ մոտնա ու եթե ինքը քեզ չվստահեց, ինքը ռինգի մեջ առարել է, քեզ չի վստահի ու չի լսի։ Ես իսկ երբ որ սկսեց վստահել մարզիչին, արդեն ցանկացած մարզիչի ասած ինքը կկատարի ու կունենանք արդյունք, էլի։ Այո։ Մարքեթինգային գործունեությունը կարծում եմ բոլոր ոլորտներում իր օգուտներն է բերում, ինչպես նշեցիք հենց սկզբից Ring Armenia-ի մասին այդքան մարդ չգիտեր, տեղեկացվածության մակարդակը ավելի քիչ էր, բայց տարեստարի որոշ գործողությունների արդյունքում թե բրենդի ճանաչելիությունը բարձրացավ, թե ավելի շատ, հա, այստեղ նշեցիք, որ մասնաճյուղեր ունի Ring Armenia-ն, ինչ գործիքներ հիմնականում կիրառում ակումբի մասին խոսելու, ակումբի մասին ներկայացնելու մասին, ինչ եք հատկապես օգտագործում, որ մարքեթինգային գործիքները։ Նայեք, ուրեմն ակումբը արդեն ձևավորելուց, հա, այսպես ասած, երբ որ ակումբը Ring Armenia ակումբը ունեցավ իր կանոնադրությունը եւ սկսեց շարժվել, ի սկզբանե շատ մարդիկ չգիտեին ոնց որ սկզբից, այնուհետեւ աստիճանաբար այս նայեք, այնտեղ մարզիկները ոնց է, նախնական որ մի բանը սկսում ես, տենց մարդիկ թերահավատորեն են մոտենում, որ ասենք, հա, դե լավ, այսքան ակումբներ կան, այսքան մարզիչներ կան, չգիտեմ, այնտեղ տարբեր բաներ, բայց իրականում այդ մարքեթինգի հետ կապված, հա, կոնկրետ այդ մարքեթինգը, դա շատ կարևոր ու ամենակարևորագույն գործոնն է ցանկացած աշխատանքում։ Երբ որ դու չկարողացար ճիշտ մարքեթինգով զբաղվես, ինչքան էլ դու լավ մասնագետ լինես, հավատա, երբ որ քո բրենդի մասին չիմացան, ոչ ոք այտենց պրոստը տակ չի գալու։ Արդյունք չես ունենալու։ Իսկ սկսեցինք զբաղվել արդեն լրջացնել ամենակարևոր գործոնն եղել է այն հենց առաջի մարքեթինգային, որ սկսել ենք բրենդավորել հենց կոնկրետ Ring Armenia Muay Thai ակումբը, ինքը ունի իր բրենդավորումը ու այսօր ոչ ոք չի կարող օգտագործի։ Առանձին Ring Armenia կամ Muay Thai-ը կարան օգտագործեն, բայց հենց իրար հետ փոխկապակցված Ring Armenia Muay Thai ակումբը ոչ ոք չի կարող օգտագործի, որովհետև արդեն բրենդավորած է, իսկ դա մարքեթինգի առաջի կարևորագույն քայլերից մեկն է, որը որ մենք իրականացրել ենք։ Որից հետո որ մենք ունեցել ենք ակումբին, այսպես ասեմ, հա, իր
այնտեղ երեխաների մարզումներ, նկարահանումներ, այնտեղ Որ կոնտենտն է ավելի լավ աշխատում, օրինակ մարտերից ինչ որ բաներ դնեք, մարզումներ, թե մոտիվացիոն պատմություններ, երեխաներն են խոսում, դուք եք ներկայացնում։ Բոլորն էլ կարելի ասել աշխատում են, ամեն մի բանը, օրինակ ժամանակ առ ժամանակ մարզումներին մենք նայում ենք օրինակ աշխարհահռչակ մարզիկների բոեր, Muay-Thai հետ կապված, որտեղ որ ցանկացած մենամարտ բոյից անմիջապես հետո մարտից հետո քննարկում ենք, այ տեսեք օրինակ երեխեք էս հարվածին սենց պատասխանեց, սենց եւ այլն։ Ամեն այս թվարկած բոլոր կոնտենտներն բոլորն էլ կարևոր են մարզումների ժամանակ, որտեղ առանց որևիցե մեկը մյուսի չի կարող էլի լինել։ Աշխատել, այո։ Միանշանակ, որտեղ անգամ եթե ցանկացած մարզիկ ինքը մենամարտի է դուրս գալի, պարտվել է կամ հաղթել է, միևնույնն է իր բոյը, ասենք նկարած ունենք։ Մենամարտը, ասում եմ, անպայման կդնես, քո մենամարտը մի հատ կնայես, կհասկանաս քո պլյուսներն ու մինուսները, մի հատ ուզում եմ հասկանամ մարզիկը ինչքանով է գիտակցում իր ճիշտ ու սխալ քայլերը։ Ու հետո մարզիկի հետ ցանկացած մարզիկի հետ առանձին քննարկում ենք, ինքը գրում է օրինակ, ասենք, այն օրինակ ընկերա, ես հարվածը սխալ արի, ես սրանից հետո պետք է էս անեի եւ այլն, ու քննարկում ենք, հասկանում ենք ու տենց ավելի ու ավելի կատարելագործվում է, էլի։ Խոսենք գործընկերությունից եւ հովանավորությունից, հա, որովհետեւ կարծում եմ սպորտը միայնակ այդքան էլ մեծ հնարավորություններ չունի եւ չի կարող, հա, թեկուզ միջազգային հարթակներում մասնակցել որոշակի մրցումների, ինչպես է արդյոք առհասարակ հայկական բիզնեսը պատրաստ է սպորտին աջակցել, թե ոչ, ունեք նման փորձառություն, թե ոչ։ Նայեք, շատ լավ հարց էր, այսօր սպորտը, հա, եթե չլինի համագործակցություն, այսինքն սենց կոպիտ մեկ բառով ասած հովանավորություն, չի լինի մյուսը, որովհետև ասենք ծնողը, երբ որ երեխան եկավ հասավ այն մակարդակին, որ արդեն ինքը պետք է մասնակցի Եվրոպայի առաջնության աշխարհի կամ միջազգային մրցաշարերի, բնականաբար այնտեղ գումարներ է, ասենք գնալ, գալ եւ այլն։ Ծախսեր է գոյանում, որը որ լավ, մի անգամ կարելի է, երկու անգամ, բայց չի կարելի ծնողը տարվա մեջ ինչ որ հիմա թիվ չշեշտենք X գումար տրամադրի, ասի իմ երեխեն թող սենց, իմ երեխեն թող ամեն անգամ գնա եւ բայց ունենք նաեւ ծնողներ, որ չունեն նաեւ այդ հնարավորությունը, որ կարող են այդ X գումարը տրամադրել, որ իրենց երեխեն գնա Եվրոպայի առաջնության, աշխարհի առաջնության կամ միջազգային մրցաշարերի, բայց ունենք լավ մարզիկներ, որոնք որ ռեալ իրանք կարող են լինել այնտեղ մեդալ բերող մարզիկներ, սենց ասեմ, էլի, բայց այդ մարդիկ չունեն հնարավորություն։ Եվ այստեղ առաջ է գալիս արդեն։ Առաջ է գալի այդ հովանավորության հարցը։ Իրականում Հայաստանում շատ բարդ է դա, ասեմ, նամանավանդ այն սպորտաձևերը, որ իրանք ոչ օլիմպիական են, ասենք օլիմպիական ձևերի մեջ չեն մտնում, աջակցություն չեն ստանում պետությունից, ոչ օլիմպիական ձևերը շատ ավելի բարդ են, այսպես ասեմ, այնտեղ այդ հովանավորության հարցը, որտեղ այսօր Հայաստանում մարդիկ հովանավորներ, հա, այսպես ասեմ, որ ուզում են հովանավորություն կանգնեն, իրանք նայում են մի հատ, չգիտեմ, աշխարհահռչակ մարզիկ լինի եւ այլն, որ համ իրանց բրենդը ներկայացնի, բայց միևնույն ժամանակ կար այդ նույն երեխեն կամ չգիտեմ այդ նույն սպորտսմենը ավելի հետաքրքիր ու ավելի լավ կոպիտ ասած բրենդ դառնա իր բանը ներկայացնելու համար, քան թե չգիտեմ ինչ որ աշխարհահռչակ մարզիկներ եւ այլն։ Մի քիչ դժվար է այս հարցը Հայաստանում, շատ դժվար են գտնում հովանավորներ, շատ ժամանակ ֆեդերացիան է իր աջակցությունը ցուցաբերում, ինչքան որ հնարավոր է, հնարավորության սահմանում, ասենք բոլոր երեխաներից մրցաշարից ինչ որ X գումարը հատկացվում ֆեդերացիայի կողմից, մնացածը ծնողները, ովքեր որ հնարավորություն, ովքեր որ չունեն, այստեղից այնտեղից ֆեդերացիան փորձում է իր այդ լավագույն մարզիկների համար հովանավորություն գտնի, որ կարողանանք այդ երեխեքը կարողանան աճել։ Սպորտսմենը ինքը պետք է մտածի հետ չընկնի ու ինքը մենակ մտածի սպորտի մասին։ Երբ որ ինքը կարողացավ մենակ սպորտի մասին մտածել ու զալում անցկացրեց իր առօրյան, սպորտսմենը
Դիմենք բիզնես համայնքին, անտարբեր մի գտնվեք եւ վստահ եմ, որ այն գործունեությունը, հա, այն համագործակցությունը, որ կունենաք սպորտային փոքր կամ ոչ փոքր, ոչ օլիմպիական մարզաձևերի ակումբների հետ հետագայում կքաղեք, հա, այդ պտուղները, քանի որ այն երեխաները, տաղանդավոր երեխաները, ովքեր կարող են Հայաստանի դրոշը բարձրացնել տարբեր երկրներում, իրականում ունեն այդ հովանավորության կարիքը, որովհետեւ ինչպես Հրաչը նշեց, միշտ չէ, որ միայն ծնողը կարող է այդ հարցը լուծել, միայն մարզիչները կարող են այդ բոլոր հարցերը լուծել, այնպես որ ձեր դերը եւս շատ մեծ է ցանկացած սպորտաձևի զարգացման հարցում։ Ինչպես եք տեսնում սպորտային ապագան եւ այդ թվում նաեւ սպորտային մարքեթինգի զարգացումը Հայաստանում։ Հա, ասեմ հիմա սպորտային մարքեթինգով բոլոր, այսպես ասեմ, հա, հիմա նկատում եմ, որ հարթակներում Instagram, TikTok, YouTube, այնտեղ, չգիտեմ, Facebook էլ նայեմ, ինչու՞ չէ, շատ ակտիվացել են այս գովազդային բաները, որ ասենք մարզումներից ինչ որ, չգիտեմ, այնտեղ կարող է հումորային բաներ լինի նաև մարզման ժամանակ, մենք էլ ենք անում, ու նենց չէ՞ էլի որ մարզում են, որ sense մտամ, всё բոբո ձազա կոպիտ ասած վիճակա, միայն մարզման ժամանակ մենք էլ ունենում ենք հումորային ինչ որ խաղեր, տենց հետաքրքիր բաներ սպորտի հետ կապված, որը որ մենք ունենք մեր, ասենք, զարգացնող, CMM-ը զարգացնող անձնավորություն ունենք, որը որ այնտեղ նկարում, մի խոսքով եւ այլն տեղադրում է եւ Instagram, եւ TikTok, եւ Facebook-յան այս մարքեթինգը այս պահի դրությամբ սկսել է մի քիչ ավելի լավ աշխատել ու բոլորը ոնց որ արդեն հասկացել են, որ ուղակի զալում 4 մարզումներ անցկացնելով ոչ մի բան չնկարելով, ոչ մի բան չի ստացվի կյանքում, որովհետև քո մասին ոչ ոք չի իմանա, եթե դու քո մասին չտեղեկացնես, դա ի սկզբանե տենց է։ Դու ինչքան է լավ մասնագետ լինես, եթե դու անձամբ քո մարքեթինգով չզբաղվես, ոչ ոք չի իմանա քո մասին։ Փակված քո ակումբում միանշանակ, այդ նույնը մարզիչներին է նաև վերաբերում։ Եթե ես լինեմ լավ մարզիչ, ամենալավ մարզիչը լինեմ, սենց ասած, բայց ես իմ մարքեթինգով չզբաղվեմ, իմ վրա ներդրում չկատարեմ, ինքը ոչ ոք իմ մասին չի իմանա։ Ներդրումը տարբեր տեսքով կարա լինի այնտեղ ինչ որ վիդեոների տեսքով կարա լինի ու տենց մնացած ամեն ինչը։ Եթե դու ներդրում չարեցիր քո մարքեթինգով անձամբ չզբաղվեցիր, ոչ ոք քո մասին չի իմանա ու դու կմնաս տենց ստվերում ու տենց էլ շարունակ։ Այո։ Շնորհակալ եմ Հրաչ շատ հետաքրքիր զրույցի համար։ Պարզեցինք, որ սպորտային մարքեթինգը շատ ավելին է իրականում, քան միայն ուղղակի գովազդ միացնել կամ սոցիալական մեդիան։ Արժեքների վստահության համայնքի կառուցում է ըստ իս նաև, քանի որ հիմքում հենց այս արժեքներն են դրված եւ Ring Armenia-ի օրինակը ցույց է տալիս, որ ճիշտ մտածելակերպով, ճիշտ արժեքներով կառուցված սպորտային ակումբը կարող է դառնալ ուժեղ բրենդ եւ դառնալ երկարաժամկետ նախագիծ։ Հաջողություններ եմ մաղթում ակումբին, մարզիկներին, մեծ հաղթանակներ ձեզ առաջիկայում։ Շնորհակալ եմ, որ հյուրընկալվեցիք նորից, մինչ հանդիպում։ Շատ շնորհակալ եմ ձեզ ինձ հյուրընկալելու համար, մինչ նոր հանդիպում։